Ռեշտ աստարահատվածը դեռ պիտի կառուցվի եւ վերջնական շահագործման հանձնվի, բայց աշխատանքներից գալի մասը կատարված են, այնպես որ առաջիկա 1-2 տարվա մեջ այդ գիծը կգործարկվի։ Հետևաբար ցավոք սրտի այն բոլոր ծրագրերը, որոնք որոշ լավատեսեր կապում էին երկաթգծի առումով Զանգեզուրի վրայով երկաթգիծ Իրան, Հայաստան, Վրաստան, ըստ էության ի դերև եղավ, որովհետև այդ երկաթգիծը այլևս որևէ մեկին պետք չի լինի, որովհետև Իրան, Ադրբեջան, Ռուսաստան երկաթգծի թողունակությունը տարեկան 10 միլիոն տոննա է, բավականին մեծ թիվ, չհաշված դրան զուգահեռ իհարկե Կասպից ծովով լաստանավային փոխադրումները, որ իրականացավ։ Բացի տնտեսականից իհարկե սա շատ կարևոր հետևանք ունենա քաղաքական դաշտում եւս, որովհետև ակնհայտ է, որ տնտեսական միջուկի շուրջը ձևավորվում են քաղաքական հարաբերություններ եւ այն ջերմությունը, որը կար Պուտինի եւ Ալիևի միջև Բաքվում, նաեւ մի շարք այլ ծրագրեր, օրինակ իրանական Խոդրոավտո ընկերության կողմից մինչև 10,000 ավտոմեքենա կառուցելու գործարանի հիմնարկեքը Բաքվում, Ռագոզինի հայտարարությունը ուղաթիռների նորոգման եւ ինքնաթիռների հավաքման գործարանի մասին Բաքվում, դրանք կարևորագույն ծրագրեր են, որոնք տնտեսական լինելով հանդերձ բնականաբար քաղաքական հետևանքներ կունենան։ Այն առումով, որ Իրանը եւ Ռուսաստանը ավելի կախվածության մեջ կընկնեն Ադրբեջանից եւ պիտի փորձեն ինչ-որ ձևով սիրաշահել, իսկ մենք հասկանում ենք, որ դա անպայմանորեն անդրադարձը կունենա Ղարաբաղի հարցի վրա։ Եվ ակնարկներին խնդրեին անդրադառնալ Ղարաբաղի հետ կապված։ Դե երբ որ մենք իհարկե բոլորս կարդացել ենք, ես էլ ունեմ այստեղ օրինակ Ալիևի ելույթ ժամանակ շատ հետաքրքիր էր, որը մեզ համար այսինքն սպասելի էր, այն առումով, որ Ալիևը իր հին երգների երգում, այսինքն որ հայկական ուժերը օկուպացրել են պատմական Ադրբեջանի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղը եւ նրա շրջակա 7 տարածքները, այսինքն որևէ դիրքորոշման փոփոխություն այն առումով, որ ինչ որ փորձում են մերոնք ներկայացնել, այսինքն տարբերակում լղիմի եւ շրջակա շրջանների նման բան գոյություն չունի եւ Ադրբեջանը մնում է իր կոշտ դիրքորոշման վրա։ Իրանը իհարկե Ռոհանին իր ելույթում շատ ավելի փափուկ էր, նշելով, որ Իրանը մշտապես կողմ է եղել տարածքային ամբողջականությունների պահպանմանը եւ մասնավորապես Ադրբեջանի, այնուհանդերձ նա նշեց, որ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը հանդիսանում են Իրանի համար հարևան երկրներ եւ երկուսի հետ էլ հարաբերություններ պիտի զարգացնի։ Բայց այսուհանդերձ պիտի ասել, որ մեզ համար սա դրական զարգացում չէր։ Եթե սան էլ մենք գումարում ենք Էրդողանի այցը Սանկտ Պետերբուրգ եւ հանդիպումը Պուտինի հետ, այսինքն կես տարի մի փոքր ավել տևած այդ լարվածությունը, անցյալ տարվա նոյեմբեր 24-ից հետո երկու կողմերը հաղթահարեցին, եթե ոչ բարեկամական հարաբերությունները վերահաստատվեցին, գոնե դրա հիմքերը, վերականգնման հիմքերը կարծեք թե նորից դրվեցին։ Իհարկե երկարատև առումով ես վստահ եմ, որ Իրան-Ռուսաստան այդ ստրատեգիական դաշինք չի կարող կներեք Թուրքիա-Ռուսաստան ստրատեգիականություններ, բայց կարճատև այսպես մի քանի տարվա համար դա միանգամայն հնարավոր է եւ ցավոք սրտի մի քանի տարին բավական է, որպեսզի մենք լրջագույն կորուստներ ունենանք։ Մենք ունենք դրա դառը փորձ, այսինքն 20-ական թվականների, անցյալ դարի 20-ական թվականներին, երբ որ բոլշևիկյան Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի միջև մի քանի տարի հարաբերությունները մեղմացան, դարձան անգամ եղբայրական, գոնե պայմանագրի այդպես էին կոչվում, եւ մենք հսկայական կորուստներ ունեցանք տարածքային եւ նաեւ քաղաքական առումով։ Մենք բավականին ծանր վիճակի մեջ ենք հայտնվել, որտեղ մեր վերջի տարիների մեր իշխանությունների այն քաղաքականությունը, երբ որ բոլոր այսպես խախտիները դնում էին մի զամբյուղի մեջ, սպալուց եկավ, այսինքն մեր Ռուսաստանը, որի այսպես ապավինում էին լիովին, որի հետ հարաբերություններ զարգացնելու եւ պահպանելու համար մենք հարաբերությունները փչացրեցինք գրեթե ամբողջ աշխարհի հետ,
բազմաթիվ քվեարկությունները նայեք ՄԱԿ-ի քվեարկություն։ Ելքը որն է։ Ելքը այն է, որ պիտի Հայաստանը ինչ որ ասվել է բազմաթիվ անգամներ, ստեղծի այլընտրանք կներ։ Եթե չունես այլընտրանք, ուրեմն դու քաղաքականության մեջ դերակատարություն չունես։ Եվ քաղաքական եւ տնտեսական առումով, այսինքն ես նկատեմ Չինաստանի հետ, Արևմուտքի հետ եւ այլն։ Ինչքանով դա կհաջողվի, դժվար է ասել, որովհետեւ մենք հայտնվել ենք բավականին ծանր վիճակի մեջ, նաեւ ծանր ոչ միայն աշխարհաքաղաքական առումով, այլ նաեւ ներքին առումով, որովհետեւ այս վերջի 2 շաբաթվա ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների մասսայական ոտնահարումները բոլորովին լավ հիմք չեն Արևմուտքի հետ հարաբերություններ զարգացնելու համար։ Իսկ Արևմուտքը շատ հստակ պիտի մեր առաջ այդ հարցը դնի, այսինքն մարդիկ տեսակ հարյուրներով բերման են ենթարկում ապօրինի կերպով ձերբակալում են առանց որևէ հիմքի, այսինքն այս ամբողջը մեր դեմ է դուրս գալու։ Այսինքն մենք այսօր թերևս մեր պետականության ամենածանր շրջաններից մեկն ենք ապրում, երբ որ ունենք լրջագույն ներքին խնդիրներ, քաղաքական եւ տնտեսական առումով նաեւ, ինչպես նաեւ արտաքին քաղաքական առումով էլ այդ խնդիրները կան, որովհետեւ մեր հիմնական ուղղությունը գնաց փակուղի։ Այսօր տեսնենք Սարգսյան-Պուտին հանդիպումը ինչ կլինի։ 4 հետո այս հանդիպումներ ոնց ենք մենք գնում, ինչպես եմ գնում մեր նախագահը եւ Ադրբեջանի նախագահը, ինչով են գնում։ Չէ, դե Ադրբեջանի նախագահի դիսկրետ շատ ավելի ուժեղ են, միայն այսինքն արարողակարգային մանրամասների, երբ որ մենք նայում ենք, այսինքն Պուտինը գալիս է Բաքու, նրան դիմավորում է փոխվարչապետը, հետո Պուտինը գնում է թեյելու Ադրբեջանի նախագահի տունը, իսկ մեզ մոտ մեր նախագահին կանչում են Մոսկվա ինչ որ բաներ ասելու համար, երբ որ օրինակ Բաքվից կարար հանգիստ մտնել Երևան, պահելու համար կոնե արտաքին այդ հավասարությունը եւ Էրդողանի հետ կարելի էր հանդիպումը ոչ թե ամսի 9-ին դնել, այլ 10-ին։ Ի վերջո մենք ենք ստրատեգիական դաշնակիցը եւ ոչ թե Էրդողանը կամ Ալիևը։ Կոնե այդ ձևը ասվում, բայց ցավոք սրտի գործողությունները դա ցույց չեն տալիս։ Ես մեր առանձնապես ակնկալիք չունեմ, այսինքն մերոնց դիրքերը բավականին թույլ է, եթե մեզ հաջողվի խուսափել Կազանյան փաստաթղթի պարտադրումից, իսկ այդ պարտադրումը վերջնականապես կպայթեցնի ներքին իրավիճակը, ես վստահաբար կարող եմ ասել, եթե այդ փաստաթղթը նորից շրջանառության մեջ մտնի, ապա այն ցույցերն ու ելույթները, ինչ որ մենք տեսանք, դա պարզապես խաղ կթվա այն ցույցեր եւ ելույթներից, ինչ որ կսպասում է Հայաստանին, որովհետեւ ի վերջո Արցախի հարցը այն հարցն է, որ այսպես համազգային միասնական դիրքորոշում կա մեկ դրա շուրջ, երկրորդն էլ նաև այն է, որ այսօր մենք հասկանում ենք, որ դա միայն Արցախի հարց չի, Ղարաբաղի հարց չի, դա ընդհանրապես հայ ժողովրդի գոյատևման հարց է, ակնհայտ է, չէ, որ այսինքն նման Ադրբեջանին տարածքների զիջում հանգեցնելու է ամբողջ Արցախի կորստին, ներառյալ հետո էլ արդեն Զանգեզուր եւ այլն։ Մեր փոխզիջումային ռետորիկան կարծես թե չի փոխվում, հա, մեր կողմից այն շարունակում են։ Գիտեք 90-ական թվականներից է սա գալիս տարածքներ կարգավիճակի, այսինքն դեռևս Բիշկեկի համաձայնագրից, բայց այն ժամանակ մեկ այլ փիլիսոփայություն էր դրված, ակնկալվում էր, որ հարաբերությունները պատերազմի ավարտից հետո մի տեսակ կմեղմանան եւ հնարավորություն կլինի ստեղծելով փոխադարձ վստահության մթնոլորտ տարածքները, որոնք այդ ժամանակ գնահատվում էին որպես անվտանգության գոտի, այսինքն տարածքներ կհանձնվեն, բայց ուրիշ անվտանգության երաշխիքներ կլինեն։ Բայց հաշվարկները սխալ դուրս եկան, մենք տեսանք, որ պատերազմին հաջորդող տարիները ոչ թե մեղմեցին այս հակասությունը, դիմակայությունը, որ կա հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, այլ ընդհակառակը դա շատացավ, ցավոք սրտի սաստկացավ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պատճառով։ Մենք օբյեկտիվորեն եթե նայում ենք, Հայաստանում այդպես հակաադրբեջանական տրամադրություններ չկան, այսինքն մենք այսպես մենք գիտակցում ենք, որ Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք, բայց իսկապես չկա, մեր փողոցներում դուք բազմաթիվ ադրբեջանցիներ կտեսնենք։ Չէ, պարզ չի, այնքան հաղթած կողմի երկրներ կա, որ ատելություն են, դա նաև դա քաղաքականության հետևանք է, վստահեցնում եմ ձեզ, եթե մեր պետությունը սկսեր Ադրբեջանի դեմ կամ նույն թուրքերի դեմ ատելություն սերմանել եւ աճացնել, դա կլներ։ Ի վերջո Թուրքիայի պարագայում էլ, չէ, մենք հաղթած կողմ չենք, բայց մենք անգամ Թուրքիայի պարագայում ատելություն չունենք թուրք ժողովրդի նկատմամբ։
Մենք հանգիստ շփվում ենք թուրքերի հետ, թուրքերը գալիս են Հայաստան, մենք գնում ենք Թուրքիա, այդ խնդիրը չկա։ Մենք հասկանում ենք, որ իրենց հետ խնդիր ունենք, տարբեր ներառյալ նաև տարածքային, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք այդ ատելությունը փոխանցում ենք ամբողջ ժողովրդի վրա։ Ամեկուլիս Ամեկուլիս պարոն Պատկանը, ըստ ձեզ Սարգսյանը գնում է Վլադիմիր Պուտինի մոտ ինչ-որ բան ասելու, քննարկելու, եզրեր գտնելու, թե պարզապես լսելու, թե նա ինչ է որոշել, օրինակ, Էրդողանի, Ալիևի հետ։ Ղարաբաղի հարցում։ Հաշվի առնելով այդ հանդիպումների հերթականությունը եւ ես ասացի, որ կարելի էր տեսականորեն չէ լիներ Ալիև, Սարգսյան, Էրդողան այդ շարքը, բայց հակառակը եղավ, կարծում եմ գնում է լսելու, թե ինչ են քննարկել, որտեվ ճիշտ է պաշտոնական հաղորդագրության մեջ չեղավ, որ Ղարաբաղի հարցը քննարկվել է կոնկրետ Էրդողանի հետ, բայց մենք վստահ ենք, որ քննարկվել է, որտեվ եթե քննարկում են տարածաշրջանային հարցեր, անպայմանորեն Ղարաբաղը այդտեղ կա։ Մենք նաև գիտենք ընդհանուր մտայնությունը, մանրամասները չգիտենք, բայց գիտենք, որ ընդհանուր մտայնությունը տարածքներ ինչ որ մի բանի դիմաց է, հիմա մի շրջան դա կարգավիճակ էր, հետո իջավ խաղաղության, հետո ավելի կայուն իրավիճակի, հիմա չգիտենք ինչ է, բայց պիտի ասեմ, որ ամենասկզբից, երբ որ 90-ականներին այս քաղաքականությունը իրականացվում էր, ինքնին սխալ լինելով սխալ էր նաև ուրիշ մի հարցով, այսինքն ամբողջ քաղաքականությունը խարսխված էր այն դրույթի վրա, որ Ադրբեջանը երբեք չի ընդունի դա եւ կարելի է համաձայնել տարածքներ տալ։ Բայց երբ որ դու դա ասում ես, ես համաձայնն եմ տալու, արդեն դա անցալվում է, որ դե արդեն այս մեկը կա, արդեն դու զիջել ես, պատրաստ ես զիջելու գոնե, մնում է, որ դա իրականացնել։ Իսկ եթե մենք տեսնում ենք Ադրբեջանը սկզբունքային իր դիրքը պահել է։ Դեռ պիտի ասեմ, այն բոլոր հայտարարությունները, որ մենք պատրաստ ենք տարածքներ տալու, դա եղել է այսպես ներվի ինձ գավառական խորամանկություն իբր թե որ մենք այսպես մի բան կասենք, մի ուրիշ բան կան, առանց հասկանալու, որ միջպետական հարաբերություններում եւ դիվանագիտության մեջ ամեն մի ասած խոսք, ամեն մի հայտարարություն ունի իր հետևանքները։ Մի երկու օր առաջ քաղաքագետներից մեկը Անտոնի Շանազարյանը այսպեսի վարկած առաջ կասեց, որ նախագահում այնտեղ ավելի խիստ եւ կոշտ դիրքորոշում արտահայտելու այսպես իսկ ետիկետությամբ, որ ավելի խիստ եւ կոշտ լինելու։ Ձեր կարծիքով այս բոլոր խոսակցությունից հետո Կազանյանի պետության համույթներից նման խիստ եւ կոշտ դիրքորոշումը ինչի կհանգեցնի եւ այսօր կարծրացած։ Չէ, արդարացված է, պարզապես մենք պիտի հասկանանք, թե ինչ ասել է կոշտ եւ խիստ դիրքորոշում։ Եթե պիտի ասվի, որ ներկա պայմաններում չի կարող խոսք գնալ շրջանները զիջելու մասին, դա կարծում եմ մեզ համար ընդունելի է, որտեվ նաեւ պիտի Սարգսյանը կարողանա հասկացնել, որ այսօրվա ներքաղաքական իրավիճակը դրա հնարավորություն չի տալի, թեև ես վստահ չեմ, որ կգա մի որևէ շրջան, որ որևէ մի նախագահ կուզի հանդես գալ հողեր հանձնողի կարգավիճակով։ Դա կարծում եմ պիտի միանշանակ մեր դիրքորոշումը լինի, եւ եթե ըմբռնում կա Պուտինի կողմից, ուրիշ բան, եթե չկա, պիտի Սարգսյանը վերադառնա կամ դիմի ժողովրդին, թե ինչ վստահության չափ ունի չգիտեմ, դիմի ժողովրդին եւ ասի ինչպես բանը հայրենիքը վտանգի մեջ է եւ եկեք միասին որոշենք ինչ ենք անում եւ եթե պետքա պիտի հրաժարական տա։ Պիտի այսինքն այսօր պիտի հասկանանք, որ երկրի ճակատագրի հարցն է լուծվում։ Տեսեք, ինքը Սարգսյանը հիմնադիրը չի այս քաղաքականության։ Ինքը ժառանգել է այս տրամաբան, բայց նրանք ովքեր այս քաղաքականությունը վարում էին եւ սկսել էին, մի փոքր ազնիվ չեն վարվել, այն առումով, որ իրանք լավ գիտեին, որ իրենց օրոք դրա իրականանալու խնդիրը չի լինի, իրենք ժամանակը ռեսուրս ունեին եւ այդ քաղաքականությունը տանում էին։ Հիմա եկել է հասել է Սարգսյանին, Սարգսյանը արդեն սպառել է բոլոր ժամանակի ռեսուրսները, բոլոր հնարավորությունները, նաեւ տնտեսական առումով ինքը ժառանգել է բավականին ավելի վատ վիճակ, քան երկու նախագահները։ Այսինքն Քոչարյանն ավելի լավ վիճակ։ Այո, որովհետեւ ասեմ ինչ առումով, եւ Տեր-Պետրոսյանի ժամանակ եւ Քոչարյանի ժամանակ պետություն ուներ հսկայական սեփականություն, որի վաճառքից հարյուրավոր միլիոնավոր դոլարներ մուտք էր արվում բյուջե։ Այսինքն ռեզերվային հողային ֆոնդ կար, որը վաճառվում էր, սեփականաշնորհում էր, եթե դուք նայեք այդ թվերը, դա այնպիսի թվեր է,
որը համարժեք է արտաքին էսվերովա մեր պարտքի չափին, դա միլիարդավոր դոլարներ է մոտ գործել երկրի բյուջե։ Երբ որ Սարգսյանն եկավ, ոչինչ չկար։ Դրա պատճառով էլ ժառանգելով, թեև սա իրեն չի արդարացնում իհարկե, այսինքն ինքը պետք է երկրի վիճակը լավացներ, այնուհանդերձ այդ կապ չունի։ Դրա համար ինքը 1.5 միլիարդով պարտքով արտաքին պարտքով պետությունը ստանձնելուց հետո հիմա մենք 5.5 միլիարդ ենք ասել եւ այլն։ Բացի այդ այստեղ նաեւ մոնոպոլիզացիան մեր տնտեսության իմ կարծիքով ակնհայտորեն բարձրացել է, շատացել է, մենք դա տեսնում ենք ամեն քայլափոխի։ Հետևաբար այսինքն բոլոր տեսակի ցուցանիշները վատացել են, բայց այնուհանդերձ էլի մեզ համար կարևորագույն ամենում Արցախի հարցը, որովհետև Ղարաբաղի հարցը միայն հողի հարց չի մեզ համար։ Սա անվտանգության հարց է, այսինքն մեր գոյության հարցն է, եւ ինչպես սովորական կենցաղում Այս դա է, որ ժամանակի ընթացքում, այսինքն շահեկան էր այդ իմաստով Սերժ Սարգսյանի վիճակը, որ պիտի ժամանակի ընթացքում հա դա պնդեր։ Երբ որ Սերժ Սարգսյանը ստանձնեց սա, ինքը պիտի փորձեր, այն ինչ որ հիմա ենք ասում եւ մեր այդ ուղերձի մեջ էլ դրնենք, որ նոր հիմք իհարկե պիտի փոխվեր, ամեն մեկս ես ինքս տարբեր առաջարկներ եմ արել, այսինքն ուրիշ մարդիկ են առաջարկներ արել, այսինքն այդ սկզբունքից հող ինչ որ բան պիտի հեռանային իհարկե։ Ես դեռևս վարչապետ Սարգսյանի հետ հանդիպել եմ եւ որոշակի 2007-ին առաջարկներ արել եմ, ինքը ասեց դե ընտրությունները վերջանան, հանդիպենք խոսանք։ Դե ընտրությունները իշ մեկ 2008-ին ինչ եղավ, բնականաբար ոչ ես գնացի, ոչ էլ հանդիպեցինք, բայց ի վերջո տարբեր մտքեր կա։ Ես էլ եմ մնում այն տեսակետին, որ մենք մշտապես պիտի վիճարկենք Ադրբեջանի այն պնդումը, որ իր տարածքային ամբողջականությունը խախտվել է, որովհետեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապ չունի Ղարաբաղը, որովհետև այն ինչ որ Ադրբեջանի սովետական սոցիալիստական հանրապետությունը դա վարչա տարածքային միավոր է եղել, չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ, նրա սահմանները չեն եղել միջպետական սահման, իսկ միջպետական սահմաններն եղել են առաջին հանրապետությունների ժամանակ, որտեղ սահմանը ազգերի լիգան որոշել էր այլ սահմանագից, եթե դա ընդունում ենք, ապա ստացվում է, որ այսօր Ադրբեջանը դեռևս օկուպացված է պահում Հայաստանի Հանրապետության, այդ առումով ավելի կայացած է, չէ, Արցախը ավելի կայացած էր, Հայաստանն էր, բայց բանի տնտեսական առումով, որ արդեն երկիրը չուներ սեփականաշնորելու եւ ծախելու բան, դա արդեն ծախված էր, դա էլ ակնհայտ է, չէ։ Դա էլ ակնհայտ է։ Նայեք, մեզ մշտապես եւ Ռուսաստան եւ շատ երկրներ, երբ որ այց են կատարել Հայաստան, ասել են անպայմանորեն պիտի նաեւ կամ Վրաստան կամ Ադրբեջան գնանք, որովհետեւ որոշակի հավասարություն է, հատկապես Հայաստան-Ադրբեջանի պարագայում։ Այդ բանը, տեսեք, Հռոմի Պապը եկավ Հայաստան, հիմա նախատեսում է Աշվանը անգամ Ադրբեջան գնա, թեև Ադրբեջանը քրիստոնյա երկիր չի եւ մենք հասկանում ենք որ դա քաղաքական քայլ է, բայց եթե Հռոմի Պապը լինելով կաթոլիկ աշխարհի հոգեվոր առաջնորդը դա անում է, մեր ստրատեգիական դաշնակիցը պիտի աներ։ Երեք Վիտալի Բալասանյանը հարցազրույց էր տվել 1-2, հա, կարևոր դետալ կար, այնտեղ խնդրեի դրան անդրադառնայիք, որ ձայնագրությունը մոնտաժված էր, որ ինչ-որ բաներ խոստումներ չի պահվել, ձեր կարծիքը հետաքրքիր է։ Ես ճիշտն ասած հարցազրույցը դիտել եմ, բայց թե ինչ մասով է մոնտաժված եւ ինչա, չգիտեմ, ես մյուս կողմին պիտի լսեմ, բայց մի բան նայեք, այսինքն, հա, այնտեղ ասում էր, որ խոստումը հանդիպելու ինչ որ ավելի վաղ է եղել, բայց արդյոք այդ խոստումից հրաժարում է տեղի ունեցել եւ այդ խոստումը ուժի մեջ չի եղել։ Չգիտեմ, իմ տպավորությունը միշտ այն է եղել, որ նախագահի խոստումը հանդիպելու Սեֆիլյանի հետ միշտ էլ եղել է։ Այսինքն այդ խոստումը եղել է, այդպես չի եղել, որ ես խոստացա, հետո իմ խոստացածից հետ կանգնեցի։ Այսինքն դա եղել է մշտապես։ Ինչի մասին։ Դե ես չգիտեմ, Բալասանյանի ինչ նկատի ունի։ Խոստում նախագահը տվել է, խոստում պիտի նախագահը կատարի։ Էլի չգիտենք։ Հիմա Սեֆիլյանի ասելով են դրել, թե առանց Սեֆիլյանի ասելու են դրել։ Էլի տարբեր հակասական լուրեր ա եկել։ Մի մասն ասում էր ասել ա, մի մասն ասում ա չի ասել։ Վիտալի Բալասանյանը հայտնվել է անհարմար իրավիճակում հակամայից, թե Չէ, ինքը հայտնվել է անհարմար իրավիճակում, որովհետև ես վստահ եմ, որ ինքը ամենասկզբում
ցանկություն ունեցել, այսպես ասած արյունահեղություն են կանխել, ինչ որ շատերս ենք ունեցել, այսինքն, բայց ինքը հայտնվել է մի դերի մեջ, երբ որ ինքը միջնորդից ըստ էության վերաճեց եւ դարձավ իշխանության, այո, տեսակետը պաշտպանող եւ պարտադրող կողմի, որը պիտի ինքը փորձեր մի փոքր չեզոքություն, որովհետեւ եթե դու միջնորդ ես, գոնե պիտի հասնես այն բանի, որ ինչ որ հարցերում երկու կողմել զիջումների գնան։ Այսինքն այսօրվա վիճակով մենք իշխանությունների կողմից ճիշտ ասած որևէ զիջում չենք տեսել։ Առայժմ չենք տեսել, թե վաղը ինչ կլինի, չենք տեսել։ Դրանց կողմի զիջումներն են, որ չեն սկզբից գրոհել, հա, այդպես դասական տարբերակ։ Հա, դասական տարբերակով իշխանությունը եթե կարողանար գրոհել, կգրոհի։ Դուք մի մոռացեք, որ գրոհ կազմակերպվել է հենց առաջի օրը գրոհ է կազմակերպվել, դրա մասին շատ չեն խոսում, որի հետևանքով ծանր վիրավորվել է գնդացրորդը, որը մտել են բետերով եւ փորձել են գրավել, չի հաջողվել։ Իրենք հենց առաջ օրը հասկացել են, որ այդ այսպես ճակատային գրոհը բերելու է շատ մեծ զոհերի։ Դրա համար են գնացել բանակցություն, դա ասես լավություն չի, դա տակտիկական հարց է, այսինքն խնդիրը։ Բայց պաշտպանություն է եղել։ Չէ, գրոհ է եղել։ Երբ որ գրավել են մի հոգին զոհվել է, դրանից հետո ներքին զորքերը փորձել են մի քանի ժամ հետո գրոհ կազմակերպել եւ գրավել, չի հաջողվել, դրանից հետո այս աղմուկը հասել։ Իսկ նրանք փորձել են մինչեւ նախագահային հասնել այս աղմուկը, բան անել, տեղում հարցը լուծել եւ արդեն զեկուցել, ասել, որ հարցերը լուծված է, բայց դա տեղի չունեցել, չեն կարողացել։ Այսինքն հետո արդեն անցել են այսպես ասած շրջափակման բան իրակ։ Բայց տեսեք, հիմա այստեղ մի շատ կարևոր հանգամանք է, որ եթե այստեղ հարցը, ասենք, չի գնում որոշակի ինչ որ զիջումների եւ փոփոխությունների, իսկ հիմքերը նման երևույթի մնում են, որովհետև մեկը չի կարող բացառել, որ վաղը մյուս օր մենք չենք ունենա նման դեպքերի կրկնություն։ Եվ այդ դեպքում արդեն մյուս զինյալ խումբը լինելու է շատ ավելի կոշտ եւ շատ ավելի, կարելի ասել, արնախում։ Այսինքն նրանք եթե տեսնեն այս սրանց ճակատագիրը, նրանք չեն հանձնվի այլևս։ Հասկանաք, շատ կարևոր հարց կա, նախադեպեր է պետք ստեղծել, այսինքն, որպեսզի նման բաներ չկրկնվեն։